Բարև ձեզ, բարի կեսօր։ Ավանդույթի համաձայն ամեն երկուշաբթի այս ժամին խոսում ենք մեր տաղավարից կարևոր թեմաների մասին։ Այսօր թեմաները բավականին շատ են, որոնց հետ կապված ես այսպես համապարփակ հարցեր եմ ուղղեմ, դուք հերթով անդրադառնաք, բայց մինչև թեմաներին այսօր մեծ բարերար Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է, ով շարունակում է այս իշխանության ձեռամբ եւ անգործության հետևանքով խոշտանգվել Բաքվի բանտում։ Խնդրեմ ձեր խոսքը այս մասով։ Շնորհակալ եմ, հարգելի հայրենակիցներ, մինչ Ռուբենին անդրադառնալը ուզում եմ հիշեցնել, որ խորհրդարանական ընտրություններին, որը որոշելու է Հայաստանի ճակատագիրը, մնացել է 12 օր, եւ ամենակարևոր ուղերձը, որ այս օրերին ես եւ իմ գործընկերները փոխանցելու ենք ձեզ, դա լինելու է գնա ընտրության, եթե չես ուզում, որ քո հայրենիքի տերը լինեն այլ մարդիկ։ Սա ամենակարևորն է, որովհետև եթե մասնակցությունը եղավ բարձր, եթե մասնակցությունը եղավ 1.500.000, այս ռեժիմը վերարտադրվելու որևէ շանս չունի։ Մասնակցությունը եղավ ցածր, ինչպես ցածր էր 21 թվականին, 1.280.000 մարդ է մասնակցել, այս ռեժիմը ամեն ինչ անելու է վերարտադրվելու համար։ Այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է։ Ռուբեն Վարդանյանը իր ծննդյան օրը դիմավորում է Բաքվի բերդում։ Մեր բազմաթիվ ռազմագերիներ արդեն քանի տարի է Բաքվի բերդում են եւ խաղաղության ֆեյք օրակարգի պայմաններում ադրբեջանական կողմը շարունակում է նրանց հայտարարել պատերազմի հանցագործներ, շարունակում է նրանց հայտարարել ավելի վտանգավոր հանցագործներ, քան գերմանական նացիստներն էին, ովքեր դատվեցին Նյուրնբերգում գնդակահարության եւ շարունակում է խոսել, որ նրանք ազատ չեն արձակվելու։ Ես իմ միջազգային գործընկերներից ստացա տեղեկատվություն, որ առաջիկայում Բաքվի դատարանը որոշ ռազմագերիների, Արցախի քաղաքական էլիտայի եւ մյուս որոշ ռազմագերիների վերաբերյալ վերաքննիչ, ուրեմն բողոքները նրանց քննելու է։ Ես չկարողացա ճշտել, թե ում է վերաբերում, ում մասին է գործը, ում գործերն են քննվելու, բայց նաև մենք տեսնում ենք, որ ադրբեջանական մամուլը այս օրերին հետևողականորեն տարածում է տեղեկատվություն, որ Զելենսկու պահանջով Ռուբեն Վարդանյանը հանձնվելու է Ուկրաինային։ Ուզում եմ հիշեցնել, որ դեռ ռուս-ուկրաինական պատերազմի առաջի տարիներից Ռուբեն Վարդանյանը ուկրաինական կողմը Ռուբեն Վարդանյանին ներառել էր միրատվորեց, սենց այսպիսի մի ցուցակ ունի ուկրաինական կողմը, որոնց մեջ ներառում է Ուկրաինայի բոլոր թշնամիներին, եւ Ռուբեն Վարդանյանը ներառվել է այդ ցուցակի մեջ, որ իբր ըստ ուկրաինական կողմի նա զենք է մատակարարել Դոնբասի սեպարատիստներին։ Սա իհարկե ֆեյք տեղեկատվություն է, բայց ադրբեջանական մամուլը հետևողականորեն գրում է, որ Ռուբեն Վարդանյանին Զելենսկու պահանջով Ադրբեջանը հանձնելու է Ուկրաինային։ Այսօր Ռուբենի ծննդյան օրն է։ Ես ուզում եմ մեր բոլորի անունից, ովքեր մեզ հիմա հետևում են, Ռուբենին մաղթել ուժ եւ տոկունություն, չնայած մենք տեսնում ենք, որ Ռուբենը ինքը պարբերաբար Բաքվի բերդից է մեզ ուժ եւ տոկունություն մաղթում, եւ ինչպես արդեն ասացի, որոշ ռազմագերիների, հայ ռազմագերիների վերաբերյալ վերաքննիչ, ուրեմն դատական նիստեր են տեղի ունենալու վերաքննիչ բողոքի հիման վրա։ Ես չեմ կարողացել պարզել կոնկրետ ում վերաբերյալ է լինելու, բայց ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մեր միջազգային ճնշումը մենք պիտի ուժեղացնենք։ Մեզանից յուրաքանչյուրը ինչ կապեր ունի եվրոպական կառույցներում, պիտի այդ պրեսինգը ուժեղացնենք, որպիսի Բաքվի բերդում Ռուբեն Վարդանյանը եւ մյուսները չշարունակեն տոնել, նշել, ճակերտավոր, իրենց հաջորդ այն մյուս ծննդյան օրերը։ Կամ թեմաներին, Այո։ Տիկին Զոհրաբյան, այսպես ասենք, մի քանի անգամ անդրադարձել ենք, բայց Այո։ հիմա արդեն մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը, ռուսական կողմը այլևս շատ ավելի կոշտ հայտարարություններ անում եւ ոչ միայն հայտարարություններ, արդեն նաեւ գործով են այս իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը ցույց տալիս Հայաստանի իշխանությունների վերաբերյալ։
Ռուսաստանի հետ խզման ուղի է ընտրել եւ դա պետք է ուղղակիորեն ընդունել։ Նրա քաղաքականության արդյունքում Հայաստանը կկորցնի ռուսական շուկա եւ ամբողջ ԵԱՏՄ-ն, հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը։ Գիտեք, Ռուսաստանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից եւս գալիս են կոնկրետ հայտարարություններ, եւս մեկ անգամ հասկանանք, ինչ է նշանակում, եթե որովհետեւ արդեն ռուսական մամուլում էր կոնկրետ դրված է, թող դուրս գա Հայաստանի ԵԱՏՄ-ից, որովհետեւ այս քաղաքականությունը կոնկրետ չի բխում Ռուսաստանի շահերից նաեւ։ Խնդրեմ, ինչ է նշանակում, եթե Հայաստանը հայտնվի այդ իրավիճակում։ Տեսեք, իրականում Լարսի սահմանին ոչ թե հայկական բեռնատարներն են կանգնած, Լարսի սահմանին կանգնած է Հայաստանի ողջ տնտեսությունը։ Ես հրապարակում եմ թիվ, ուրեմն Հայաստանում արտադրվող գյուղապրանքների 98%-ը արտահանվում է ռուսական շուկա, դուք պատկերացնում եք սա ինչ թիվ է, 98% եւ ընդամենը 2%-ն է Հայաստանում արտադրվող գյուղապրանքների սպառվում հայկական շուկայում, Հայաստանում արտադրվող գինու եւ կոնյակի 80%-ը արտահանվում է ռուսական շուկա եւ մենք տեսանք, որ 91 միլիոն հատ ծաղիկ այս օրերին Լարսից հետ տվեց ռուսական կողմը, մենք տեսանք են անունները Պրիվետ Վեդիալկո Լավես եւ են մյուս ուրեմն գինի եւ կոնյակ արտադրող ընկերություններ Պրոշյանի գինու կոնյակի գործարան, Շահնազարյան գործարան, մենք տեսանք, որ քանի 100 միլիոն շիշ ջերմուկ ռուսական կողմը արգելեց եւ այո, թե Մեդվեդևը, թե Շոյգուն, թե Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վալոդինը, որ ուղղակի անբարոյական համարեց Հայաստանի իշխանություններին, հայտարարում են, որ Հայաստանը պիտի կողմնորոշվի, ինչպես Մեդվեդևը ասաց, դուք չեք կարող ձեր թույլ հետույքով միանգամից նստել երկու աթոռներին։ Հիմա հարց Հայաստանի իշխանություններին, բա ինչի Մեդվեդևի պորտը տեղը չեք դնում, հա Նիկոլ, թե դու, թե Ալեն Սիմոնյանը, թե Արարատ Միրզոյանը, սվաղում եք Ռուսաստանը մեր բարեկամն է, մենք չենք կարող Ռուսաստանի հետ հարաբերություն փչացնել, բա քո մերձավոր դաշնակից Արամ Զավենի Սարգսյանը երեք ճղումներ իրան ասում էր եկեք բոյկոտենք ռուսական օղի չխմենք, միանում եմ Արամ Զավենիչ, եկեք բոյկոտենք ռուսական գազը, հացահատիկը, ալուրը, ամեն ինչ, պարարտանյութերը, գազը, որ գալիս է Ռուսաստանից եւ ինչպես ասաց Վոլոդինը, մոտավորապես 4 անգամ էժան գազ ենք վաճառում։ Եկեք բոյկոտենք, օքեյ է, բա քանի անգամ եմ ասել տղայեք, հենց այսօր մի սպասեք, որ մայիսի 29-ին Աստանայում, Ղազախստանում նախատեսված ԵԱՏՄ նիստին ինչ որ տարբերակներ գտնեն, չնայած իմացանք, որ Ղազախստանը վետո է դրել եւ նախագիծ ա եղել Հայաստանին հանելու ԵԱՏՄ-ից, կարծես թե այս պահին դիմադրում է Ղազախստանը, բա դուրս եկեք, մեր գյուղատնտեսական ապրանքների 98%-ը գնում է ռուսական շուկա, ասում եմ տղայեք, հենց այսօր ԵԱՏՄ-ից դուրս եկեք, թող գազը դառնա $600, ներկայիս 177.5-ի փոխարեն, ինչպես Տիլի Գագոնը ասում, աթար կվառենք, տղայես Արամ Զավենի Սարգսյան, կոչ արա բոյկոտել ալուրը, հացահատիկը, բենզինը, գազը, ամեն ինչը, այն կենսական մակարոնը, որ ուտում եք, գալիս է Ռուսաստանից եւ հիմա դիմում եմ ԵՄ ղեկավարներին, այսօր Ռուբիոն ա գալու ԱՄՆ փոխնախագահը, ամենաբարձրաստիճան այցը, կոչ եմ անում ԱՄՆ փոխնախագահին ստեղծել տնտեսական պայմաններ, որ մեր տնտեսվարողները ծաղիկը, ձուկը, որ փթեց տոննաներով հետ ուղարկեցին, տանի եւ թրիփի 30 վաճառենք, կամ Մակրոն կոչ արա Եվրոպական միությանը
ընդունել առանց որևէ ստանդարտների համապատասխանեցման, ընդունել հայկական գյուղատնտեսական ապրանքները, այդ Airbus-ները, որ ուղարկել ես, դնենք այդ Airbus-ների մեջ, տանենք օրինակ ֆրանսիական մարկետներում, շուկաներում, հունական, իսպանական, գերմանական, հոլանդական վաճառեք, չեք անելու, չէ՞, սպանելու եք Հայաստանի գյուղատնտեսությունը, սպանելու եք Հայաստանի տնտեսությունը, բայց չեք անելու։ Ես ասել եմ, եթե սա է մեր ժողովրդի ընտրությունը, ես ողջունում եմ այդ ընտրությունը, ես աթար չեմ վառելու։ Դուք եք այդ աթարը, հա Գագիկ Մելքոնյան, դու որ կոչ ես անում ժողովրդին աթար վառի, տեսնանք ժողովուրդը համաձայնա, ի վերջո դրեք հանրաքվեի, աշխարհաքաղաքական կողմնորոշումը, աշխարհաքաղաքական վեկտոր փոխելը այնպիսի հարց է, որ դա պիտի լուծվի հանրաքվեով, դրեք հանրաքվեի, բայց հանրաքվեից առաջ չմոռանաք այս տվյալները հրապարակել, նորից եմ շեշտում, Հայաստանի գյուղատնտեսության ապրանքների 98%-ը գնում է Ռուսաստան, մենք սպառում ենք 2%-ը, ես գոհ եմ, վերջապես այս ծիրանը, որ հեսա մի քանի օրից կհասնի ու չի գնալու Ռուսաստան, մենք էժան ծիրան կուտենք, բայց ես չեմ ուզում միայն իմ մասին մտածել, ես մտածում եմ այն ֆերմերների մասին, ովքեր 100,000-ներով վարկեր են վերցրել, ջերմոցներ են աճեցրել, այդ ծաղիկը, որ 91 միլիոն հատ ծաղիկ փչացավ, հետ ուղարկեց, կամ այդ արհեստական լճերն են սարքել, այդ ձուկը, որ ամբողջապես հետ ուղարկվեց մի քանի օր առաջ Լարսի սահմանից, ես այդ մարդկանց մասին եմ մտածում, թե չէ մեր շուկան կբերեն եւ ասենք օրինակ ծիրանը կդառնա 3 դրամ, որովհետեւ 98%-ը ծիրանի արտադրվող Հայաստանում արտահանվում էր Ռուսաստան։ Ի վերջո գիտեք, այն որ ասում է չկա չարիք առանց բարիքի։ Էս էլ կա, եթե մենք ընտրում ենք ԵԱՏՄ-ից դուրս գալու տարբերակը, արդեն իսկ այսօր Մեդվեդևը հայտարարել է, որ դրա հետևանքները կանխատեսեք նաև թե ինչ կդառնա գազի գինը, եթե գազի գինը դառնում է $600, բնականաբար գյուղացիական տնտեսությունը անմիջապես շատ արագ ոչնչանում է, որտեվ այդ գումարով, այդ գնով ոչ ջերմոց է լինելու պահել, ոչ մի բան, արտահանման խնդիրներ չեք ունենա, խնդրեմը միանգամից կլուծվի։ Իհարկե չեն կարող, իհարկե, այն օրը ԿՊԱ-ականներից չգիտեմ ով էր, ասում էր, ոչինչ, այդ 91 միլիոն հատ ծաղիկը իրար նվիրեք, իրար նվիրեք ձկները, լոքո, կարաս, ինչա, չգիտեմ, ինչ եք արտադրում այդ սիգ բան, իրար նվիրեք, օքեյ է, այդ կոնյակները, գինիները փողոցներում բացեք իրար նվիրեք, կամ Նիկոլեն, որ ինչ-որ ասում ես, սեփականաշնորելու եմ ծերանոցներ եւ այլն, կոչ արա, այն Լարսից ինչ-որ հետ են տալի, ծաղիկ, ձուկ, ելակ, կանաչեղեն, մրգեր, շուտով ծիրանը, լավագույն կոչը անում եմ, այդ ամբողջը ուղենք Հայաստանի մանկատներ եւ ծերանոցներ, չելենջ եմ անում, ինչ հետ են տալու Լարսից առաջիկայում եւ ինչ հենց հիմա հետ են տալիս, այդ ամենը մենք ուղենք, կառավարությունը գնում է, հա, գործարարներից, որտեղ մարդիկ հսկայական վարկեր են վերցրել այդ ամենը արտադրելու համար եւ այդ ամենը ուղում ենք Հայաստանի մանկատներ, ծերանոցներ, խնամքի կենտրոններ։ Եկեք տենց անենք, կանեք, եթե կանեք, ես կծափահարեմ, որ այո, կառավարությունը այդ ամենը կգնի եւ կուղի մանկատներին նորից թիվը հիշեցնեմ, Հայաստանում արտադրվող գյուղատնտեսական ապրանքների 98%-ը գնում է Ռուսաստան, Հայաստանում արտադրվող գինու եւ կոնյակի 80%-ը գնում է Ռուսաստան։ Ռուբիոն է գալիս, վաղ առաջ իմացա, քաղաքն հայտարարություն տարածեց, որ սպասվում է Ռուբիոյի գալը Հայաստան, վաղն է կարծեմ ժամանում, ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարությունը կլինի, փաստաթղթեր կստորագրվել։ Ինչու է գալիս Ռուբիոն Հայաստան եւ սա արդեն ակնհայտ է հիբրիդային պատերազմի միջից այսօր քարոզաշրջանի ժամանակ լրագրողը եւ Արարատ Միրզոյանին հարցել է գալիս է ընտրությունների վերաբերյալ, անպատասխան է թողել հարցը։
Այո, հիմա դուք պատկերացնում եք Հայաստանը գալի ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն, ինչ-որ փաստաթղթեր պիտի ստորագրեն, հասկանալի է, որ սա ուղակի աջակցություն է Նիկոլ Փաշինյանին։ Եթե գալիս է Նիկոլին իր հետ տանի, օքեյ է, դա մենք միայն կարող ենք ողջունել, բայց սա արդյոք հիբրիդային պատերազմ չի, հա, Արարատ Միրզոյան, բա ինչի՞ չես պատասխանել լրագրողի հարցին, որ քեզ հարցրել է Ռուբիոյի գալը, դա ուղիղ աջակցություն չի ձեր ՔՊ-ին եւ ձեր ընտրական արշավին, բա այլ աջակցությունը ո՞նց է ալնում, բա ինչ որ զապիսներ եք հրապարակում, ես չգիտեմ ինչեր եք անում, ինչ որ հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար Բրյուսելից ինչ որ դեսանտ աստեղի չել, բայց ձեր դեսանտը Բրյուսելից իջած Ռուբիոին չի ասում ընտրություններից 12 օր առաջ ինչի է եկել։ Ես նորից եմ կրկնում, որոշողը լինելու է ժողովուրդը։ Սիրելի հայրենակիցներ, Հունգարիան հիշեք, անգամ ընտրության օրը էքզիտ պոլը փողոցում հարցումներում ասում էր, որ հաղթում է գործող ղեկավար Վիկտոր Օրբանը, ով 16 տարի ղեկավարել էր Հունգարիան, բայց ինչ արեց հունգար ժողովուրդը, լուր իր մեջ զսպանակված բոյկոտը պահեց, ընտրության օրը 74% հունգարացիներ գնացին ընտրական տեղամաս եւ մերժեցին այն Օրբանին, որին աջակցելու համար Միացյալ Նահանգներից եկել էր Վենսը ու կանգնել էր Օրբանի կողքը եւ Եվրոպական միության բազմաթիվ լիդերներ իրենց անվերապահ աջակցությունն էին հայտնել Օրբանին եւ դրա համար եմ ասում անչափ կարեւոր է ձեր տեղամաս գնալը եւ անչափ կարեւոր է ձեր պասիվ դիտորդ չլինելը եւ ընտրություններին մասնակցելը։ Սա այս մասով ես ուրեմն ուզում եմ նաեւ քիչ առաջ տեսանք, որ Սամվել Կարապետյանը մի հայտարարություն արեց, ըստիս շատ կարևոր հայտարարություն, որ իրենց կառավարության առաջի որոշումներից մեկը լինելու է Սաֆարովի կանխարգելման օրենքի ընդունումը։ Չհիշեցնեմ, չէ, ով էր Սաֆարովը, այն վիժվածքն էր, որ սպանեց Բուդապեշտում քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, իդեպ Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը, որը Արմավիրի մարզի գյուղերից մեկում է, հենց հիմա դպրոցից հանում են, փակում են Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը, փակում են, որ Ռամիլ Սաֆարովի պապաները դիսկոմֆորտ չզգան, ինչ է ենթադրելու Սաֆարովի կանխարգելման օրենքը, դա ենթադրելու է, որ որևէ թուրք, որևէ ադրբեջանցի Հայաստանում չի կարողանալու որևէ տարածք գնել, որևէ հող գնել, արգելվելու է որևէ թուրքի եւ որևէ ադրբեջանցու հողի բնակարանի տարածքի նվիրատվություն, որովհետեւ այն ծրագիրը, որը ունի Ադրբեջանը, հա, 300,000 ադրբեջանցիների հայրենիք գալը, ինչի մասին նախորդին խոսեց Հիկմետ Հաջիևը, դա ուղղակիորեն ենթադրելու է Հայաստանի օկուպացիա եւ Հայաստանի ոչնչացում ներսից, չնայած Նիկոլը հայտարարեց, որ քանի ինքը կա, քանի ինքը ղեկավար է, 300,000 ադրբեջանցի եւ ոչ մի ադրբեջանցի չի գալու Հայաստան, բայց ելի հայրենակիցներ, մենք Նիկոլի քանի հայտարարություն ենք լսել, որ ասելա, հետո եղելա դրա ուղիղ հակառակը։ Այո, եւ ուրեմն շատ են խոսում վերջի շրջանում անկլավների վերադարձի մասին, Քարոզարշավի այս օրերին հիշեցնեմ, որ Արարատ Միրզոյանը ասեց, որ մենք ունենք տարածքներ ադրբեջանական, որ հայկական վերահսկողության տակ են, ուրեմն Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարեց, որ Ադրբեջանին է վերադարձվելու Ղազախի շրջանի 3 գյուղերը, խոսքը Տավուշի գյուղերի մասին է, Բարխուդարլու, Սոֆուլու, այնտեղ ներքին ոսկեպար, չգիտեմ իրանք դրա անունը ինչ են դրել, եւ գյուղ Քարքին Նախիջևանի շրջանում։ Հիմա հարգելի տիգրանաշենցիներ, ադրբեջանական անվանումով Քարքիի բնակիչներ, բա չեք ուզում Հայաստանի իշխանություններից ստանալ պատասխան
Այխան Հաջիզադեի հայտարարության, որ Տիգրանաշենը, որը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք է, որևէ մեկին չի վերադարձվելու, չեն կապելու Տիգրանաշենի վրա բանտիկ եւ վերադարձնեն Ադրբեջանին։ Հիմա ինչ որ խոսում է Արցվաշեն, համարժեք վերադարձ եւ այլն, եթե տեսականորեն անգամ ընդունենք, չնայած Ադրբեջանը որևէ անգամ չի խոսել Արցվաշենի վերադարձի մասին, բայց եթե տեսականորեն անգամ նման, իդեալական սցենար ընդունենք, որ Արցվաշենը կվերադարձվի, Արցվաշենի ռազմավարական նշանակությունը անհամեմատելի է Տիգրանաշենի ռազմավարական նշանակության հետ։ Տիգրանաշենը մեր զարկերակն է եւ Տիգրանաշենի հանձնումը նշանակելու է կտրել Հայաստանի վիզը, Հայաստանի հետ կապը, ուրեմն Սյունիքը ուղղակիորեն Տիգրանաշենով կտրել։ Եվ իդեպ նաեւ մենք տեսանք, որ ուրեմն Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամադովն էլ այս չես հասկանում էլի, Հայաստանի քաղաքական ուժերը, Հայաստանի բնակիչները այս ամենից տեղյակ չեն, բայց չգիտես որտեղից ուրեմն Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամադովը հայտարարում է, որ Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի հունիսի 7-ի ընտրություններից հետո, երբ Հայաստանը կատարի Ադրբեջանի նախապայմանը եւ փոխի սահմանադրությունից հանելով ուրեմն անկախության հռչակագիրը։ Սա գիտեք աբսուրդ է, երբ որ քո երկրի օրակարգը որոշում են քո երկրից դուրս եւ քեզ պարտադրում են իրենց օրակարգը։ Այս մասով այո 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 ուրեմն սիրելի հայրենակիցներ, Անդրանիկ Թևանյանի գործը ես բառ չեմ գտնում, սա զավեշտել չի։ Ուրեմն նիստը, ինչի մասին խոսվում է, որից իբր Անդրանիկ Թևանյանը ռուսերեն թարգմանաբար տեղեկություններ է փոխանցել Կովկաս, չգիտեմ ինչի դիմաց ստացել է ուշադրություն բռնվեք, մի հատ պինդ բռնվեք էլի, նիստից տեղեկատվություն է փոխանցել $622,000 Հիմա ասեմ ինչ նիստի մասին է խոսքը, նիստը եղել է ոչ թե գաղտնի այփակ նիստ, տեղի է ունեցել 24 թվականի ապրիլի 9-ին, քննարկվել է սահմանազատման հարցեր։ Այդ նիստի սղագրությունը, ինչ որ քննարկվել է, տեղադրված է ազգային ժողովի կայքում։ Այդ նիստի վերաբերյալ ազգային ժողովի հայտարարությունների ժամին, թե ինչ է քննարկվել, ինչ են խոսել, հայտարարել են Արմեն Ռուստամյանը, Գեգամ Մանուկյանը եւ նիստի մասնակիցները։ Այդ նիստին ով ասես մասնակցել է, այդտեղ գաղտնի որևէ բան չի քննարկվել, ավելին աբսուրդ է, ես ինքս որպես 15 տարվա ազգային ժողովի падգամավոր հանձնաժողովի նախագահ տասնյակ փակ նիստեր եմ հրավիրել, տասնյակ գաղտնի նիստերի եմ մասնակցել, հավատացնում եմ ձեզ, այդ նիստերի ժամանակ որևէ անգամ այն նիստերին, որին ես եմ մասնակցել, որևէ պետական գաղտնիքի վերաբերյալ քննարկումներ չեն եղել, չնայած մենք բոլորս իհարկե ստորագրում ենք պետական գաղտնիքը չհրապարակելու փաստաթուղթ, բայց կրկնում եմ այն նիստը, ինչի վերաբերյալ իբր Անդրանիկ Թևանյանը կատարել է հայրենիքի դավաճանություն, քանի անգամ ասես չէ Նիկոլը, հայրենիք, որտեվ դա նենց ահասարսուր բառ է, չէ, դե բոլորիս մոտ դա նենց բան է արթնացնում, ոնց հայրենիք դավաճանել, ինչ արել, այն եթե արել է, այն սղագրությունը, որը կայքում դրած է, որ ռուսները կարային բացեին ազգային ժողովի կայքը եւ վերցնեին, որտեղ մեր ազգային ժողովի կայքը ռուսալեզու է, այնտեղ մի քանի լեզվով կա, թարգմանել էլ պետք չէր, հասկանում եք աբսուրդի աստիճանը, եւ ի վերջո միջև այս ռեժիմը մեր
ազգային անվտանգության ռազմավարությունում մեր թշնամական պետությունները Ադրբեջան ու Թուրքիան էր, հա, եւ այդ դեպքում էր համարվում, ասենք, հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի հետ հարաբերություն ունենալն էլ դա համարվում է ըստ էության պետական դավաճանություն, կրկնում եմ, մինիստ, որի սղագրությունը նաև ռուսերեն լեզվով տեղադրված է ազգային ժողովի պաշտոնական կայքում։ Հասկանալի է, որ այն ինչ որ արվում է Թևանյան Անդրանիկի հանդեպ, դա այն որ ասում է չիստե վադի քաղաքական հետապնդում է։ Այս ուրեմն գիտեք, ամեն ինչ հարգելի Մարիամ, ամեն ինչ ուրեմն կախված է ընդդիմությունից, եթե ընդդիմությունը լինի միասնական, եթե ընդդիմությունը տուրք չտա ուրեմն այս ամեն ինչին, բնականաբար ռեժիմը չի հաջողելու եւ չի կարողանալու իր խնդիրը լուծել եւ մի հատ անուն եմ ման գալիս էլի չեմ կարողանում գտնել, որտեվ այս թեմայի մասին ես ուղղակի չեմ կարող չխոսել, ինձ կհիշացնեք այն երիտասարդի չէ, Արտուր Օսիպյանը, հա, Նիկոլի նվիրալ ակտիվիստներից է Արտուր Օսիպյանը, նույնին, այո, Նիկոլը նույնիսկ իր նվիրալ ակտիվիստներին, ես այն տատիկի անունն եմ փնտրում, գրել էի մոտս, ով նախորեին փաթաթվել էր Նիկոլին, ասում էր, գտա։ Ուրեմն գիտեք, բոլորս տեսանք այդ զարհուրելի կադրերը, թե ինչպես մի տարեցկին սենց դողում էր, Նիկոլին տեսել էր սենց դողում էր, գրկել էր, ասում էր իմ որդին, իմ թոռը զոհվել է, իմ ամուսինը զոհվել է, ես շնորհակալ եմ քեզանից։ Մի պահ մտածեցի, թե ֆեյք կինա բերել են, որտեղ ինչ որ լացակումած տեսարան սարքի, հետո իրականությունը որ պարզվեց, ահա որ զարհուրելի էր։ Ուրեմն այդ կինը, հա, որ Նիկոլից շնորհակալություն էր հայտնում, ասում էր իմ թոռը զոհվել է, բայց ես քեզանից շնորհակալ եմ, շախմատիստ Ռոբերտ Անանյանի տատն է։ Ուրեմն այդ երիտասարդ շախմատիստը 18 տարեկան ծառայում էր Մեղրիում, հետո նրան տարել են Ջաբրայիլ պատերազմի օրերին եւ զոհվել է, եւ գիտեք ամենազարհուրելին որն է, որ ընտանիքը Ռոբերտ Անանյանի դին, իրանց 18-ամյա զավակի դին ստացել է 4 ամիս հետո փակ դագաղով եւ 4 ամիս հետո է կարողացել հողին հանձնել իրանց զավակին եւ այս երիտասարդի, այս պայծառ երիտասարդի տատը գրկել էր Նիկոլին սենց հուզված լացլնելով, ասում էր ես իմ թորանն եմ թաղել, բայց ես շնորհակալ եմ քեզանից։ Գիտեք, ես զարհուրում եմ, ես վախենում եմ ձեզանից, տիկին, ես չգիտեմ ձեր անուն ազգանունը, բայց ես ասում եմ, ես վախենում եմ ձեզանից, դուք վախենալու եք, դուք զարհուրելի եք, տատ, ով ասի շնորհակալ եմ քեզանից, ես թաղել եմ իմ թորանը, որի մարմինը ընտանիքին հանձնել են 4 ամիս հետո, աչքիս եկավ են Աբովյանի դիահերձարանում ես եմ մտել որպես հանձնաժողովի նախագահ, տեսել եմ պարկերով, կարտոֆիլի պարկերով, ճանջերի մեջ, այդ երեխաների մարմինները, տիկին, դուք վախենալու եք, դուք զարհուրելի եք, ձեր որդու թորան հոգին ձեզ երբեք չպիտի ների։ Այսքանը ես եմ շնորհակալ։